Ողջույն բոլորին, եկեկան միջապես սկսենք մեր այսօրվա բացատրական վերլուծությունը, քանի որ այնինչ այսօր քննարկելու ենք իսկապես ցնցող է, մենք սուզվելու ենք պատանեկություն ինքնակենսագրական վիպակի հատվածների մեջ, գիտեք, սա պարզապես հերթական պատմությունը չէ, սա գոյատևման, կորսված ինքնությունների և այն սարսափելի կտրուկ անցման մասին է, որը տեղի է ունենում մանկական վառ երևակայության ու դաժան իրականության միջև, այնպես որ պատրաստվեք, մենք բացահայտելու ենք մի ամբողջ սերնդի տրավման ու վերապրելու անհավանական կամքը։ Մեր պատմությունը սկսվում է մի շատ պայծառ իդեալական պատկերով։ Պատկերացրեք փոքրիկ տղայի, որը մայրիկի տան պատին կախված հենց այս կտավն է ուսումնասիրում։ Վարդգես Սուրենյանցի հայտնի աշխատանքը։ Նրա մտքում մեջմիածինը հենց այսպիսին էր՝ սպիտակ մարմարից կառուցված, փառաղեղ ու սուրբ մի վայր։ Երեխայի համար դա պարզապես շինություն չէր, դա հույսի ու փրկության մի իսկական փարոս էր, անբասիր ու անխոցելի։ Ու պատկերացրեք այդ նույն երեխային անսահման ուրախությամբ լցված, ֆուրգոնի վրա նստած դեպի էջմիածին գնալիս։ Երբ լուրը տարածվում է, որ արդեն մոտենում են, նա սկսում է երգել վանում սովորած այս հին երգը. «Քեզի մեռնեմ էջմիածին»։ Ուղղակի լսեք այս տողերի անմեղությունը։ Նա ամբողջ հոգով հավատում էր իր մտքում ստեղծած այդ մարմարե հրաշքին ու անհամբեր սպասում էր, թե երբ է վերջապես ոտք դնելու այնտեղ։ Բայց ճանապարհին մենք բախվում ենք մի դրվագի, որն ուղակի սիրտ է կոտրում։ Մի կողմում մեր պատմողն է, հույսով լի ինքնությունը պահպանած, իսկ մյուս կողմում նրա կողքին նստած 12-13 տարեկան մի տղա բացարձակ անփայլ աչքերով։ Երբ պատմողը հարցնում է նրա անունը, տղան սկսում է լաց լինել։ Իրականում նա պարզապես չի հիշում։ Պատմողը փորձում է գուշակել Ռուբեն, Վարդան, ոչ։ Տրավման այնքան խորն էր, որ երեխան բառացիորեն մոռացել էր իր սեփական անունը։ Սա բերում է մեզ մի իրավիճակի, որը նույնքան աբսուրդային է, որքան եւ ողբերգական։ Քանի որ տղան անուն չուներ, մեր պատմողը որոշում է մի քիչ ուրախացնել նրան ու կատակով անվանում է Բիլի Մակ, դպրոցական ինչ-որ հին ծիծաղելի երգից վերցված։ Եվ գիտեք ինչ է լինում հետո։ Երբ գրանցվելու ժամանակ եվրոպացի արձանագրողը հարցնում է տվյալները, լսում է այդ Բիլի Մակը, ապա տղայի շփոթված «Հայ եմ» պատասխանը ընդունում որպես ազգանուն, եւ վերջ պաշտոնական մատյանում գրվում է Բիլի Մակ Խայեմ։ Սա ուղղակի ցնցող է, հնարովի, կեղծ որը խորհրդանշում է մարդու արմատների ու անցյալի իսպառ կորուստը։ Դե ինչ, նրանք վերջապես տեղ են հասնում, ու հենց այստեղ է, որ պատրանքը վերջնականապես փշրվում է։ Սպասված մարմարե տաճարի փոխարեն ինչ են տեսնում նրանք։ Ընդամենը հող, անվերջ փոշի, կեղտոտություն եւ վանքի պարիսպների տակ իրար վրա լցված հուսահատ գաղթականների հսկայական բազմություն։ Ոչ մի հրաշք տեղի չի ունենում, կա միայն դաժան, անխնա իրականությունը։ Ուզում եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեք այս մեջբերմանը, որովհետև այն հիանալի փոխանցում է այդ զգացմունքային անկումը։ Պատմողն ասում է, որ իր կյանքում երբեք, բառացիորեն երբեք, նման հիասթափություն չէր ապրել, ինչպես այն պահին, երբ տեսավ էջմիածնի այդ գորշ, խունացած դեմքը։ Պարզապես պատկերացրեք երեխայի հոգեվիճակը, երբ միակ լուսավոր կետը, որին նա հավատում էր, հոդես է ցնդում։ Բայց հիասթափությունը միայն տեսարանով չէր ավարտվում։ Սկսվում է ինստիտուցիոնալացման դաժան գործընթացը։ Տղաներին մտցնում են բաղնիք, բայց հավատացեք, սա ուղղակի լոգանք չէր։ Նրանց հին շորերը, նախկին կյանքի ու ընտանիքների հետ կապող վերջին թելերը պարզապես ոչնչացվում են, իսկ դրա փոխարեն բաժանում են միատեսակ ստանդարտ ցնցոտիներ։ Նրանք զրկվում են իրենց վերջին անհատական գծերից։ Եկեք հասկանանք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Ինչ էին նրանք հագնում։ Ընդամենը հասարակ չթից շապիկ ու վարդիկ, ոտքերը լրիվ բոբիկ, բայց ամենաանհեթեթը գլխներին կապած ծաղկավոր թաշկինակներ։ Այո, ծաղկավոր թաշկինակ տղաների գլխին։ Սա արդեն ոչ միայն անհատականության կորուստ էր, այլև իսկական ծաղր նրանց արժանապատվության նկատմամբ։ Եվ ահա այս ամենից հետո մեր առջև կանգնում է ամենակարևոր հարցը։ Մտածեք ինքներդ, ինչպես եք գոյատևում մի աշխարհում, որտեղ կորցրել եք ձեր տունը, ձեր անունը, ձեր հագուստը եւ մնացել եք բացարձակապես ոչինչով։ Սա գոյատևման իսկական դաս է պարտադրված երեխաներին։ Լուծումը գալիս է Գուրգեն անունով մի տղայից, ունկուզ էին ասում։ Այս տղան իրական փողոցային մարտիկ էր։ Նա մոտենում է պատմողին մի հանճարեղ մտքով. «Արի հանենք գլխի այս նվաստացուցիչ ծաղկավոր թաշկինակներն ու տանենք ծախենք վանքի դարպասներից դուրս»։ Տեսնում եք, նրանք իրենց վրա եղած միակ անհեթեթ իրը վերածեցին գոյատևման գործիքի։ Ու գիտեք ինչ, պլանն աշխատեց։ Դրսի խանութպանը այդ թաշկինակների դիմաց նրանց տվեց ուղիղ 300 հատ կոնֆետ։ 300։ Միգուցե մեզ համար դա պարզապես թիվ է, բայց նրանց համար դա աղրելի հաղթանակ էր։ Դա շոշափելի հույսի ու հարմարավետության առաջին կտորն էր այս դաժան նոր իրականության մեջ։
Բայց այնինչ տեղի ունենում հետո ինձ իսկապես հուզում է ամենաշատը։ Պատմողը վերցնելով այդ գանձը չի պահում միայն իրեն, նա այն հավասարապես կիսում է իր նոր ընկերոջ Գույզի հետ, հիմք դնելով ողջ կյանքի եղբայրության, եւ որ ամենակարևորն է, մի մասն էլ տալիս է մեր խեղճ անունը կորցրած Բիլի Մաքխայեմին։ Ահա այստեղ է, որ մարդկությունը նորից վերածնվում է։ Ամփոփելով այս հուզիչ վերլուծությունը, ուզում եմ ձեզ թողնել մի շատ խորը մտքի հետ։ Եթե աղետն ու տրավման ի վիճակի են ոչնչացնել մեր ողջ անցյալն ու նույնիսկ ինքնությունը, միգուցե հենց այդ ավերակների վրա կառուցված նոր կապերն են, այս փոքրիկ դրսևորումներն ու ընկերությունը, որ մեզ տալիս են ապրելու եւ գոյատևելու ուժ։ Խորեք այս մասին։ Շնորհակալություն այս ճամփորդությանը միանալու համար։ Կհանդիպենք։